Վիճակը Հայաստանում գալիս է նրանից, որ մենք մի կոպիտ սխալ ենք կատարում։ Մեր ամբողջ քաղաքական անալիտիկ ընկերակցությունը համարյա ամբողջ կատարում է մի կոպիտ սխալ, որի հետևանքով մարդիկ ապակողմնորոշված են եւ այսպես գործում են ելնելով այդ գնահատականից։ Ինչ գնահատականի մասին է խոսքը։ Աշխարհում տեղի ծավալվող այս վերջի, ասենք, կես մեկ տարվա բախումները, ընդհարումները, գործընթացները եւ այլը գնահատական են տալիս որպես, ասենք, ռուս արևմտյան կամ ռուս ամերիկյան բախում Ուկրաինայի համար մեկ-երկու ուրիշ տենց մասնավոր խնդիրներ էլ ինչպիսին աշխարհը եղել է, ասենք, թե մի քանի տարի առաջ, միգուցե տասնամյակ առաջ, բայց իրականում դա որևէ ընդհանրություն չունի իրականության հետ, աղես անգամ չունի։ Բանն այն է, որ աշխարհում տեղի ունենում գլոբալ բախում, վերանայվում է աշխարհակարգը։ Գլոբալ բախում հանում այն բանի, որպեսզի որոշեն, ինչպիսին է լինելու աշխարհակարգը, հրաժարվելու են դրանից, թե պահպանվելու է։ Երկրորդ խնդիրը, ով է լինելու այդ նոր աշխարհակարգի առաջին գործիքը, մեկ թե մի քանի երկրներ, այսինքն այսպես կառավարիչ է, այսպես ասենք, ընթացիկ։ Եվ երրորդը, ինչպիսին է լինելու քաղաքակրթական մոդելը։ Այս երեք բաների հետևանքով գլոբալ բախում է, ոմանք այդ գլոբալ բախում անվանում են համաշխարհային պատերազմ, եւ դա ավելի մոտ է իրականությանը։ Ինչի այս գնահատականը շատ կարևոր, եւ եթե սխալվում ես, դա ավելի լոկալի ես վերածում, ապա բերում է ծանր հետևանքների։ Բանն այն է, որ այդ գլոբալ բախման հետևանքով թույլատրելի են եւ պատճառով թույլատրելի են դառնում ցանկացած գործառույթներ։ Եթե ավելի խաղաղ ժամանակներում գործողությունները պետությունների, անձանց, կազմակերպությունների քիչ տեսած սահմանափակված են, ինչ որ բարոյական, իրավական եւ այլ այսպես շրջանակներով, ապա հիմա որևէ սահմանափակում չկա, որովհետեւ հարցերը այնքան խորն են, այնքան կենսական, այնքան կարևոր գլոբալ խաղացողների համար, գլոբալ կառավարիչների համար, որ նրանք պատրաստ են ցանկացած հանցագործության, ցանկացած ոտնձգության մարդկանց դեմ եւ երկրները, որոնք չեն կարողանում ճշգրիտ գնահատեն իրավիճակը, ժողովուրդները, կառույցները, նրանք կարող են հայտնվել շատ ծանր ցնցումների շրջանակում։ Այդ նույն բանի հետևանքն է այն, ինչ որ կատարվում է Հայաստանում։ Մեզ մոտ էլ կան սխալ գնահատականներ եւ դրա հետևանքով ունենք այն, ինչ որ ունենք։ Օրինակ, դե մեզ մոտ հաստատվել է այդ համաշխարհային կարգի ստանդարտ մի, ուրեմն, պետական հասարակական կառուցվածք, երբ որ մարդիկ զբաղված են հարստություն կուտակելով, դրա համար որևէ արգելքի առաջ կանգ չառնելով, եւ ամեն մի խումբ, որը հայտնվում է իշխանության լծակի մոտ, իսկ այդ լծակները լավագույն հնարավորություն են տալիս, ուրեմն, հարստություն կուտակելու, նրանք ամեն կերպ փորձում են դա պահպանել, ցանկացած ոտնձգությունների գնալով։ Ուրեմն նրանց, ովքեր հաջողակն են այսօրվա այսպես հարստություն կուտակելու, իսկ կուտակումը տեղի ունենում կողոպտի հաշվին, որևէ այլ բանաձև գոյություն չունի այսօրվա աշխարհակարգում, ուղղակի այդ կողոպուտը որոշ դեպքերում կողարկված է, որոշ դեպքերում ոչ։ Հիմա, երբ որ այդ կողոպուտը տեղի ունենում ազգային մակարդակով, մի երկրի շրջանակում, օրինակ ինչպես մեզ մոտ է, ապա ցանկացած ոտնձգություն որևէ քաղաքական ուժի, կազմակերպության կառույցի, որ եկեք դուք հեռացեք մի կողմ իշխող կառավարիչներին կամ օլիգարխիային, որոնք հիմնական կողոպտիչներն են, դա բերում է շատ լուրջ այսպես հակադրման։ Եվ հակադրողներ համոզված է, որ սա եկել է ինձնից բան խլելու, եկեք ես պաշտպանվեմ։ Այս ամենը նա կատարում է, որովհետև կարծում է ապրում է նույն կյանքով, ինչ որ եղել է։ Նա չի հասկանում, որ իր շեմին կանգնած է մի լրիվ ուրիշ կյանք, որ վաղը կարող է մի փոսի մեջ հայտնվեն իրեն երեխաները կամ իր հարևանի, որոնց հողով ծածկում են կենթանի, դա կարծում է դա իրենից անսահման հեռու է, որտեղ իր քաղաքական գործիչները, իր անալիտիկները, իր լրագրողները իրեն հասցնել են մի ուրիշ իրականություն։ Խաղաղ աշխարհ է, ամեն մեկը իր կյանքը վարում է ոնց կարող է, ուրիշ մարտահրավեր չկա։ Իսկ այդ եզդիները, որոնց Իրաքում այդպիսի բան էին անում, այդ այնքան հեռու է, անսահման հեռու, կամ Ուկրաինան, որտեղ այդ բախումները կազմակերպեցին, նույնպես անսահման հեռու է։ Իրականությունը ճիշտ հակառակն է, բայց իրականությունը մարդիկ չգիտեն, դրա համար էլ անում են այն, ինչ որ անում են։ Նախ եւ առաջ առանցին ելքեր
շատ դժվար է գտնել։ Այդ մոլորակային երևույթներն են եւ ուզում ենք մենք չենք ուզում դրան մասնակիցենք եւ դա էլ ազդելու է մեր վրա։ Բայց այնուհանդերձ երկրները, որոնք կարողանում են լավ նախապատրաստվել եւ ճիշտ վիճակում լինել, նրանք կարող են շատ ավելի լավ դիմակայել եղած մարտահրավերներին, ճեղքում կազմակերպել թե իրենց երկրի համար, թե անգամ աշխարհի համար շատ կարեւոր դերակատարում ունենան, եւ այդպիսի հնարավորություններից զուրկ չէ նաեւ Հայաստանը։ Ինչն է կարևորագույնը։ Առաջինը այն մոդելը, որ մեզ մոտ կա հասարակական զարգացումների, որը այսպիսին է, մի ուժը տիրում է իշխանությանը, մյուսը ուժ է կուտակում, որպեսզի նրան սեղմի, հեռացնի եւ վերցնի իր ձեռքը լծակները, այդ զարգացումները առանց այդ շատ դժվար էին այսպիսի աշխարհակարգում։ Համարյա այդպիսի դեպք, օրինակ Հայաստանում չկա այդպիսի դեպք, որ ուժ կուտակելով միայն լինի։ Մի քիչ ավելի բարդ է եղել փոփոխության, 3-4 անգամ Հայաստանում եղել է իշխանափոխություն։ 88-99 ներողություն կոմունիստներից երբ որ անցավ շարժմանը, հետո հաջորդը եղավ երբ որ Տեր-Պետրոսյանը ուրեմն հեռացավ իշխանությունից, երրորդը եղավ երբ որ Վազգեն Սարգսյանն ու Կարեն Դեմիրճյանը եղան իշխանության, այդ 3 դեպքն է եղել իշխանափոխության։ 3 դեպքում էլ չկար այսպես կոշտ առճակատման իրավիճակ։ Միշտ եղել է ուրեմն եւ ժողովրդական շարժում, բայց եղել են նաեւ համագործակցություններ իշխանության այն թևերի հետ, ովքեր քիչ թե շատ adekvat են եղել իրավիճակին։ Սա շատ կարևոր բան է։ Այսօր հարյուրապատիկ ավելի կարևոր է դարձել, որովհետեւ եթե մենք գնում ենք զուտ առճակատման բանաձևերով, ինչպես այսօր ընթանում է, ամեն վարքյան մենք դառնում ենք արտաքին ուժի այսպես գործիք, որովհետև մտածել, որ ասենք Ուկրաինային ինչ-որ մեկին պետք էր պայթեցնել մյուսին դաս տալու համար, մյուսի վրա ազդելու համար, իսկ Հայաստանը այդ բանից ինչ-որ բացառություն է, այդպես չի։ Հայաստանն էլ ցանկացած պահի կարող է պայթեցվել։ Քաոսը Հայաստանում հնարավոր զարգացում է։ Իսլամական պետության կամ մի որևէ այլ գործիքի ներխուժումը Հայաստան լրիվ հնարավոր գործիք է։ Մարդիկ ուղղակի չեն հասկանում, որ այդպես է։ Իսկ եթե ես հասկանում եմ, որ այդպես է, գիտեմ, որ այդպիսի վտանգ էլ կա, ես կաշխատեմ երկրից ներսում առճակատումներ չստեղծեմ։ Հատկապես իշխողը, որտեղ նրա վրա առաջի պատասխանատվությունն է։ Օրինակ ինձ համար շատ զարմանալի էր։ Իշխանությունները մինչև այսօր մի քանի տարի է կիրառում էին իրենց օպոնենտների դեմ ավելի նուրբ լծակներ, որպես կանոն կոմպրոմատ եւ տնտեսական այսպես ներգործության լծակները։ Այսինքն սկսում էր պարագլուխների ինչ-ինչ տնտեսական շահերի հարվածներ, որպեսզի նրանք էլ գնային ինչ-ինչ մեղմացումների համար։ Եվ մեկ էլ այսպիսի բռնություններ։ Հարց է ծագում, այս ում էր պետք։ Ինչի է սա արվում։ Արդյոք չկա այստեղ արդեն արտաքին միտում էլ ճիշտ հասկանանք, կարծես թե ամեն ինչ ստանդարտ տրամաբանության մեջ է։ Մարդկանց կերակրատաշտ ուզում են տանել, նրանք էլ ուզում են պաշտպանել։ Ամեն ինչը ստանդարտ է, բայց ոչ ստանդարտ է գործողության ձևը, գոնե վերջին տարիների համար։ Դա կարող է լինել, որտեղ մարդու, ասենք թե վախը, զայրույթը այնպիսին է, որ մթագնել է ուղեղը։ Բայց մենք գործ ունենք այնպիսի անձանց հետ, որոնց ուղեղը դժվար է մթագնել։ Հետևաբար այդտեղ մտել է ինչ-որ ինֆորմացիա, որով նրանք առաջնորդվելով կատարում են այն ինչ որ կատարում են։ Որտեղից է այդ ինֆորմացիան, ով է դա սրսկում, ինչ խնդիրներ կան լուծելու։ Արդյոք այն քաոսը, որի մասին մենք ձեզ հետ արդեն 1 տարի այստեղ խոսում ենք, որ Հայաստանում ցանկացած պահի կարող է քաոս հրահրվել, արդյոք դրա ուղղությամբ քայլեր չեն կատարվում։ Սա պետք է բոլոր պատասխանատու անձիկ լինեն դա իշխանությունում, ընդդիմությունում, թե իշխանությունից ընդդիմությունից դուրս նրանք պետք է հաշվի առնեն եւ արձագանքեն։